Բարև բոլորին, այսօր կգործենք միասին այս գեղեցիկ գլխարկը, դուք արդեն տեսել եք նկարով, հանեմ, որ ավելի լավ երևա, ինքը հեշտ է գործվում, բայց նոր սկսնակների համար չեմ կարող հստակ ասել ինչպես կստացվի ձեզ մոտ, բայց ընդհանուր առմամբ սա հեշտ է գործելը։ Ինձ թվաց քանդվել է։ Բավականին քիփ է նստում գլխին, սա այնպիսի մոդել է, որ ինքը այս հատվածը բավականին քիփ հենվում է ճակատին, ոչ թե թույլ։ Դուք այդպես պետք է հաշվեք, իհարկե գլխի չափը նույնպես, բայց սա ավելացնելու կամ պակասեցնելու համար ընդամենը պետք է այստեղ ավելացնեք, ուրիշ ելք չկա։ Այստեղ, երբ որ անում ենք մեկ օղակ, դուք անեք երկու, մեկ թելովսյուն, դուք անեք երկու թելովսյուն, ուրիշ այստեղ հնարավորություն մենք չունենք։ Ուրեմն գործում ենք այս գլխարկը, դնեմ սա մի կողմ, գործում ենք երրորդ համարի հելունով, կգործեմ այսպիսի թելով, ուղղակի ձեզ եմ ուզում ցույց տալ, չնայած երևի գույնը փոխեմ, որպեսզի ավելի պարզ երևա։ Ցավոք ուրիշ երանգ չունեմ ձեռքիս տակ, դուք կարող եք նաև լսել այնինչ, որ ես ասում եմ։ Ուրեմն, գործելու համար հավաքում ենք ընդամենը։ Անում ենք ամիգուրումի օղակ, ում որ հարմար է այսպես, կարող է այսպես անել, բռնել, հետո այսպես անել, կախված է ձեր հմտություններից։ Բարձրանում ենք ևս երկու օղակ, որ դառնա այստեղ 3, հիմա սրանք վերացնեմ այստեղից, որպեսզի ֆոկուսը միայն մնա սա։ Ահա, այսպես ավելի լավ է։ Նաև մեզ հարկավոր է մարկեր, բայց եթե դուք օգտվում եք, կարող եք օգտվել, ես այդքան էլ չեմ օգտվում, ցույց կտամ, որ հատվածներն է հարկավոր օգտվել մարկերից։ Բարձրանում ենք 3 օղակ և մեկ անցքի մեջ ևս գործում ենք 11-ը, որպեսզի այստեղ լինի 12 թելովսյուն։ 4 5 6 7 8 9 10 11 և 12 հաշվում ենք 2 4 6 8 10 12 ձգում ենք սա բավականին ուժեղ և այստեղ մենք արդեն գործել ենք 1 2 3 այս երրորդի գլխից ամրացնում ենք, բարձրանում ենք 1 2 3 օղակ, նույն անցքից ես այսպես եմ վերցնում անցքը, որպեսզի շատ չմեծանա այստեղ, գործում ենք ևս մեկը և յուրաքանչյուր անցքից գործում ենք երկուական թելովսյուն, 1 և 2։ Գործում ենք ինքնուրույն և կվերադառնանք, որպեսզի ամրացնենք իրար։ Ամեն անցքից երկուական։ Պետք է լինի 24 թելովսյուն։ Հաշվում ենք 1 2 3 և երրորդից այստեղ ամրացնում ենք իրար։ Բարձրանում ենք 1 2 3 օղակ, այստեղ դուք կարող եք տեղադրել մարկեր, որպեսզի չշփոթեք հաշվարկի մեջ,
հետո բարձրանում եք ևս 3-ը, այսինքն այստեղ պետք է լինի 6 օղակ, սա այս մեկն է, այսպես, սա բաց ենք թողնում հաջորդից 1 թելով սյուն, կրկին 1, 2, 3 օղակ, բաց ենք թողնում հաջորդից 1 թելով սյուն, և այսպես բոլորը գործում ենք նույն կերպ, առաջինը բաց ենք թողնում երկրորդից, գործում ենք ինքնուրույն, հասնում ենք այստեղ, հասանք այստեղ, ևս հավաքում ենք 3 օղակ, նայեցեք, և ամրացնում ենք այստեղ, հաշվում եք 1, 2, երրորդից, եթե դուք չեք աշխատում մարկերներով, բարձրանում ենք 1, 2, 3 և այս անցքից գործում ենք 3 թելով սյուն, հաջորդը գործում ենք այս մյուս սյան գլխից, կրկին անցքից գործում ենք 3 թելով սյուն և հաջորդը այստեղ, և այսպես շարունակ գործում ենք բոլոր անցքերից, 1, 2, 3 և հաջորդը անպայման այստեղից, շարունակում եք ինքնուրույն, այսպես մինչև այստեղ, գործեցինք, մի փոքր ինձ մոտ թելը ուրիշ է, և ամրացնում ենք, այստեղ վերջինը գործում ենք 3 թելով սյուն և ամրացնում ենք այստեղ 1, 2, 3, երրորդից ամրացնում ենք իրան, և հիմա հաջորդ շարքը, այստեղ ևս գործում ենք 3 օղակ, կարող եք էլի օգտագործել մարկեր չխճճվելու համար, կրկին հավաքում ենք 3 հավելյալ օղակ, մեկը բաց ենք թողնում, հաջորդից նույն գործողությունը ինչպես որ սա ենք արել, կրկին 1, 2, 3 օղակ, մեկը բաց ենք թողնում հաջորդից, և այսպես գործում եք ամբողջ շարքը, այսպես, նույնը, ամբողջը նույնն է ինչ որ այստեղ, 1, 2, 3, մեկը բաց ենք թողնում, հաջորդից գործում ենք, գործեք ինքնուրույն, կհանդիպենք այստեղ, սա գործեցինք, հիմա ամրացնում ենք սրան, հաշվում ենք 1, 2, 3 և ամրացնում, ստանում ենք նման գործվածք, հիմա առաջ ենք գալիս դեպի այստեղ անցքը, գործում ենք ընդամենը այսպես, մեկ քայլ առաջ ենք գալիս, բարձրանում ենք 3 օղակ, նույն անցքից ևս գործում ենք 2 թելով սյուն, իրար հետ լինում է 3 թելով սյուն, 1 օղակ և ևս 3 թելով սյուն, հաջորդ անցքից ուղղակի գործում ենք 1 ոչ թելով սյուն, հաջորդ անցքից գործում ենք կրկին 3
թելովսյուն, րոպե, այստեղ 2 և 3, մեկ օղակ և ևս 3 թելովսյուն, հաջորդից ևս ոչ թելովսյուն, գործում ենք 3 թելովսյուն, 1 օղակ, 3 թելովսյուն, հաջորդ անցքից 1 օղակի այստեղ ոչ թելովսյուն, ևս հաջորդ անցքից գործում ենք 3 թելովսյուն, 1 օղակ, 3 թելովսյուն և անցնում ենք այստեղ հաջորդին գործում ենք 1 ոչ թելովսյուն, հաջորդ անցքից ևս գործում ենք մեր գմբեթը, 2, 3, 1 օղակ, 1, 2, 3 և հաջորդից գործում ենք 1 ոչ թելովսյուն և այսպես գործում ենք ամբողջը, ամբողջ պտույտը, գործենք մինչև այստեղ և կվերադառնանք, այս պահին մենք ունենք գեղեցիկ սփռոց, ովքեր ուզում են նմանատիպ բաներ գործել և հաջորդը արդեն այստեղ գործում ենք ոչ թելովսյուն և ամրացնում այստեղ 1, 2 և երրորդին, հիմա պետք է մենք գանք առաջ դեպի այս անցքը, այսպես ոչ թելովսյուններով, այսինքն այստեղ չգիտեմ սա ինչպես է կոչվում, ուղղակի հանում ենք թելը, մոտենում ենք այս անցքին, գործում ենք 1, 2, 3, մեր որպեսյան համար և 1 օղակ, հետո արդեն այստեղ 1 օղակ ավել, նույն անցքից գործում ենք ևս 1 թելովսյուն, գործում ենք 1, 2, 3, 4, 5, 6 օղակ, գալիս ենք այս մյուս գմբեթը, ունենք այստեղ, գործում ենք 1 թելովսյուն, 1 օղակ և ևս 1 թելովսյուն, կրկին 1, 2, 3, 4, 5, 6, գալիս ենք այստեղ և գործում ենք 1 թելովսյուն, 1 օղակ, ևս 1 թելովսյուն, գործում ենք ինքնուրույն, 6 օղակ, 1 թելովսյուն, 1 օղակ, 1 թելովսյուն, գործում ենք բոլոր այսպես գմբեթների վրայով և վերադառնում, միացնում ենք սա իրար, այստեղ հաշվում ենք 1, 2 և երրորդից միացնում իրար և բարձրանում ենք ևս 3 օղակ, այս անցքից գործում ենք 1 թելովսյուն, 2 օղակ, ևս 1 թելովսյուն և վերջինը գործում ենք 1 այստեղ, 1 թելովսյուն, 2 օղակ, 1 թելովսյուն և մյուսը այստեղ, հավաքում ենք 4 թելովսյուն, 1, 2, 3, 4 և միացնում ենք այստեղ, առաջինից գործում ենք 1 թելովսյուն, ներսից ևս 1 թելովսյուն, 2 օղակ, ներսից ևս գործում ենք 1 թելովսյուն և այս թելովսյան վրայից ևս գործում ենք թելովսյուն, այսպես,
Թվում է այսպես ավելի լավ է։ Գործում ենք 4 օղակ, մեկը այստեղ, ներսից, երկու օղակ և ևս մեկ թելովսյուն ներսից, մեկ թելովսյուն այստեղ դրսից։ Գործում ենք ինքնուրույն և վերադառնում։ Ահա, միացնում ենք իրար այստեղ 1, 2, 3 և բարձրանում ենք 3 օղակ, կողքը գործում ենք ևս թելովսյուն, անցքի մեջ գործում ենք 2 թելովսյուն, 2 օղակ, ևս 2 թելովսյուն։ Եվ այս երկու սյուների վրա ևս գործում ենք 2, յուրաքանչյուրի վրա մեկական թելովսյուն։ Եվ շարունակում ենք, գալիս ենք անմիջապես այստեղ, ևս սկսում ենք 1 թելովսյուն, կողքից 2 թելովսյուն, անցքից 2 թելովսյուն, 1 օղակ, 2 օղակ, 2 թելովսյուն, և կողքի այստեղ թելովսյունների վրա ևս գործում ենք թելովսյուններ։ Հիմա ինքը արդեն փոքրանում է, նայեք, ինքը քիչ-քիչ այդպես հավաքվում փոքրանում է։ Հաջորդին ենք անցնում ևս նույն գործողությունը։ Ընդհանուր լինելու է 4 օղակ, 4 թելովսյուն մյուս կողմից, 4 թելովսյուն մյուս կողմից։ Երկու, ևս 2 թելովսյուն, 2 օղակ, ևս 2 թելովսյուն, և այստեղ, այս երկուսի վրայից ևս 2 թելովսյուն։ Ահա, ընդհանուր 8-ական 4-4, այսպես սյուներ գործում ենք և վերադառնում։ Պետք է հասկանանք արդեն, որ գլխարկը պտտվում է։ Գործում ենք ինքնուրույն ամբողջը և վերադառնում։ Ահա, սա ևս ավարտեցինք։ Եվ ուզում եմ նշել, թե լուսավորվում է, ես երևի հետո արդեն կանցնեմ մեկ այլ երանգի, ինձ թվում է դա ձեզ չի խանգարի։ Կարևորը ընդհանուր տեսքն է ձեզ համար, ինձ թվում է։ Եվ ամրացնում ենք այստեղ 1/2-ից։ 50 գրամ էր թելս, փաստորեն 50 գրամը բավականին քիչ է։ Ուրեմն առաջ ենք գնում այսպես, գալիս ենք մինչև այս անցքը, մեկ օղակ, գործում ենք մեկ ոչ թելովսյուն և հավաքում ենք 8 օղակ, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8։ Գալիս ենք այս մյուս գլուխը և գործում ենք ոչ թելովսյուն։ Եվս հավաքում ենք 8 օղակ, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8։ Եվ ևս գալիս ենք այս մյուս գլուխը, գործում ենք ոչ թելովսյուն։
Ընդհանրապես սա ենք գործում այս մյուս շարքում։ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 և գործում ենք այստեղ ոչ թելով սյուն։ Այսպես գործում եք ինքնուրույն ամբողջությամբ և կվերադառնանք։ Հիմա սա ամրացնում ենք այստեղ։ Այստեղ։ Բարձրանում ենք 1, 2, 3 ուղղակ, այս նույն անցքից գործում ենք 1, չենք փակում, գործում ենք 2, ևս չենք փակում և իրար հետ փակում ենք այսպես։ 1, 2, 3, 4 ուղղակ և մեջտեղից այստեղ գործում ենք ոչ թելով սյուն։ Կրկին 1, 2, 3, 4, այստեղից, մեջտեղից, գործում ենք 1, 2, 3, 3 թելով սյուն և ընդհանուր փակում։ 1, 2, 3, 4, գալիս ենք այստեղ, մեջտեղից, գործում ոչ թելով սյուն։ Կրկին 1, 2, 3, 4, գալիս ենք այստեղ, որտեղ որ գործել ենք ոչ թելով սյուն, այստեղից գործում ենք 1, 2, 3, թելով սյուն և միասին փակում։ Այդպես գործում ենք ամբողջ այստեղ գմբեթները։ Բոլոր գմբեթներում գործում ենք այս 3 թելով սյուները, իսկ արանքներում գործում ենք 4 օղակ և այստեղ 1 ոչ թելով սյուն։ Գործում ենք ինքնուրույն և կվերադառնանք։ Սա էլ ավարտեցինք, միացնում ենք իրար 1, 2, երրորդից, շարունակում ենք գործվածքը, բարձրանում ենք 3 օղակ, սա մեր սյունն է, 1 օղակ հավելյալ, հավաքում ենք 4 օղակ, նաև ես խորհուրդ կտամ սա գործել 100 գրամանոց թելերով, որովհետև 50 գրամից մնացել է միայն սա, հուսով եմ, որ կհասցնեմ ավարտին, եթե ոչ ապա թե կուզում լինի վերջին շարքը կգործեմ մեկ այլ թելով, բայց հաշվի առեք, որ սա ցանցային գլխարկ է և թելը փոխելը գույնը, եթե օրինակ 50 գրամանոցով գործեք և հետո ավարտվի, դժվարությամբ այն կկարողանաք թաքցնել, տգեղ կլինի, դրա համար լավ կլինի 100 գրամով գործեք։ Այստեղ 1 րոպե, պետք է այս մյուսին ամրացնեմ, նայեք, այստեղ պետք չի, այստեղ, այստեղ, այս մեծ օղակին պետք է ամրացնել, 1, 2, 3, 4, 3-ը սյան համար, 1-ը գործվածքի հիմա, այստեղ գործում ենք 1 թելով սյուն, 1 օղակ, գործում ենք այստեղ 1 թելով սյուն, 1 օղակ, հաջորդ այստեղ անցքից, գործում ենք 1 թելով սյուն, 1 օղակ, կրկին գալիս ենք այստեղ, գործում ենք 1 թելով սյուն, 1 օղակ, և այսպես բոլոր անցքերով և բոլոր այս գործվածքների վրայով գործում ենք 1 թելով սյուն, 1 օղակ։ Այսպես բոլորի վրայով։
մնացածը գործենք ինքնուրույն։ Եվ այստեղ եթե օրինակ ընդհանրապես մեծ չափս եք գործելու, այստեղ կարող եք անգամ գործել 12-ի փոխարեն 14, հա, որպեսզի կարողանաք եւս էլի ավելի մեծ չափ ստանալ, եթե գլուխը բավականին մեծ է։ Եթե այս հատվածը հարմար է, բայց այս հատվածն է նեղ լինելու, որտեղ մենք դեռ գործելու ենք, այստեղ արդեն նեղանում է ինքը։ Սա նեղացնում է։ Այստեղ կարող եք գործել երկուական, որովհետև այստեղից արդեն ինքը նեղանում է։ Կամ շատ կլոճվի, այսպես տգեղ կնստի գլխին, հիմա լավ կլինի, որ այստեղ արդեն կամ այստեղ գործեք երկուական, հա, նախորդին, այստեղ եթե մեկ հատ եք գործում, գործեք երկուական, այստեղ գործեք երկու օղակ 1 թելոսյուն, երկու օղակ 1 թելոսյուն եւ երկու օղակ 1 թելոսյուն, ոչ թելոսյուն։ Ինչպես երկու, եթե ուզում եք մի փոքր ավելի մեծ, որովհետև սա օրինակ եթե մի փոքր գանգուր մազերի համար է, դա կարող է լավ քիփ լինել, շատ քիփ։ Ահա, շարունակենք սա, շարունակեք ինքնուրույն եւ վերադառնանք։ Այս փուլն էլ ավարտեցինք։ Միացնում ենք իրար, այստեղ մեկ օղակը չմոռանաք, միացնում ենք իրար 1, 2, 3, բարձրանում ենք 1, 2, 3 և բոլոր անցքերից գործում ենք մեկական թելով սյուներ, մեկ մեջից, մեկ վրայից։ Դանդաղանամ, չնայած որ YouTube ունի այդ հնարավորությունը, կարող եք դանդաղեցնել և գործել։ Ահա, բոլոր տեղերով գործում ենք թելով սյուներ։ Գործում ենք ինքնուրույն, նայեք ինքը բացվում է, բայց եթե մի փոքր մեծ եք ուզում, հա, արդեն ինքը այստեղ նեղություն կտա։ Ահա, գործում ենք ինքնուրույն, ամբողջում։ Ահա, ավարտեցի այս շարքը, նաև վերջացավ իմ թելը։ Նայեք, մնացել է այսքան թել, սա գործել եմ սրանով, ուրեմն 50 գրամը 125 մետր է այստեղ, բավականին կարճ։ Ինքը մնացել է երկու շարք մեզ, որպեսզի մենք գործենք, բայց թելը հաստատ չի բավականացնի։ Դրա համար հարկավոր է պարտադիր ունենալ 100 գրամանոց թել։ Մենք հիմա կշարունակենք մեկ այլ երանգով, ուրիշ երանգ չունեմ, պետք է շարունակենք կարմիրով։ Այստեղ անցկացնենք, սպիտակը այստեղ ամրացնենք իրար, 1, 2 և 3, այստեղ ամրացնենք, ահա, այսպես սպասեք, ինչպես էր, հա, այսպես են անում, մոռացել եմ, ահա, և հիմա արդեն փոխենք թելը։ Կրկին մտցնում ենք նույն, եթե հանկարծ ձեզ մոտ ևս 50 գրամանոց է և այն ևս կավարտվի, այսպես պետք է փոխեք։ Ահա։ Եվ շարունակում ենք գործել 1, 2, 3 թելով սյուն, ահա, 3 թելով սյուն,
Անմիջապես կողքից եւս գործում ենք 1 թելովսյուն։ Այստեղ թելը փոխեցինք, դրա համար այսպեսի իրավիճակ է, բայց դա էլ թելը կարծես թե ավելի հաստ է, քան մյուսը։ Գործում ենք 1 օղակ, 1-ը բաց ենք թողնում, հաջորդից եւս գործում ենք 1 թելովսյուն եւ անմիջապես կողքը եւս մյուսը։ Ահա, այսպես։ 1 օղակ, 1-ը բաց ենք թողնում, հաջորդից գործում ենք 1 եւ կողքը 2։ Ահա։ Այսպես գործում եք ամբողջը 1 օղակ, 1-ը բաց ենք թողնում, հաջորդից գործում ենք։ Բավականին հաստ է, տարբերությունը բավականին շատ է, ցավոք սրտի թուղթը չունեմ, որպեսզի ցույց տամ։ 1-ը գործում ենք հաջորդից, որպեսզի տեսնենք ինչ հաստության թել է սա, որովհետև շատ է հաստ։ Ուղղակի թելերս պետք է քանդեմ, որպեսզի գտնեմ այն մյուս գոնե ինչ-որ բաց երանգ կամ մեկ այլ երանգ։ Ահա, եւ այսպես գործում եք, այստեղ մոռացանք, նայեք, որ եթե մոռանում եք, վերջինքը արդեն գործվածքը ամբողջությամբ պտտվում, շրջվում, փոքրանում, այսպես, դրա համար պետք է անպայման ուշադիր լինել եւ չմոռանալ։ Գործում ենք ինքնուրույն եւ արդեն այնտեղ մնացել է 1 կամ 2 շարք լավագույնը։ Ահա։ Ինչ-որ էֆեկտ տվեց նաեւ գործվածքին սա, ահա, նայեք։ Եվ հիմա ամրացնում ենք, այստեղ 1 օղակը չեք մոռանում, եւ ամրացնում ենք 1, 2, 3, այստեղ այս օղակին, ահա։ Հիմա առաջ ենք գալիս դեպի այս անցքը, որտեղ որ արել ենք 1 օղակ։ Ահա։ Հավաքում ենք 1, 2, 3, 4, 5, 6 օղակ, 2-ը բաց ենք թողնում, այստեղ 1, 2-ը բաց ենք թողնում, երրորդից գործում ենք ոչ թելովսյուն։ Ինքը այսպես քիփ է մնում։ Կրկին 1, 2, 3, 4, 5, 6, 2-ը բաց ենք թողնում, երրորդից եւս գործում ենք։ Շարունակում ենք 1, 2, 3, 4, 5, 6 եւ գործում ենք։ Առաջինը բաց ենք թողնում, երկրորդն էլ եւ այստեղ արանքից գործում ենք ոչ թելովսյուն, եւս 2, 3, 4, 5, 6 եւ այստեղ բաց ենք թողնում այս երկուսը, երրորդից գործում ենք ոչ թելովսյուն։ Ահա, այսպես գործում ենք ինքնուրույն եւ վերադառնում։ Ավարտեցինք նաեւ այս շարքը եւ մնաց ընդամենը մեզ 1 շարք։ Հիմա սա ամրացնենք։ Ամրացնում ենք այստեղ առաջին օղակին։ Եվ գալիս ենք առաջ, 1 շարք ընդամենը, 1 օղակ ենք անում, գործում ենք 1, 2, 3, 4, ոչ թելովսյուն։ Հաջորդը գործում ենք այստեղ։ Այստեղ ավելի լավ է երևում։ Ոչ թելովսյուն, բարձրանում ենք 1, 2, 3 օղակ եւ նորից մտցնում ենք այստեղ իր առաջին հատվածից եւ այսպես կլորակ ենք անում։ Կրկին շարունակում ենք այստեղ գործել 1, 2,
3, 4 և այստեղ ևս ոչ թելով սյան վրա, գործում ենք ոչ թելով սյուն ևս և բարձրանում ենք 1, 2, 3 և անում ենք այդ կլոր գնդիկը։ Եվ այսպես ամբողջս ներքևում պետք է անենք այդ կլոր գնդիկները։ 1, 2, 3, 4 ոչ թելով սյուն և այստեղ ոչ թելով սյան վրա ևս գործում ենք ոչ թելով սյուն, 1, 2, 3, մտցնում ենք, հետ ենք գալիս այստեղ, մտցնում ենք այստեղ, գործում և հանում այս թելը։ Շարունակում ենք 1, 2, 3, 4 և այստեղ ևս մեկը, պետք է ստանանք նման, ուզում եմ երևում է, ինձ մոտից այդքան էլ լավ չի երևում, ստանում ենք նման ինչ-որ մի բան, այդտեղ սպիտակի վրա դնեմ, որ ավելի լավ երևա։ Գործում ենք ինքնուրույն, հետո արդեն ես կհագցնեմ տիկնիկի գլխին և մենք միասին կտեսնենք ինչ է ստացվել, թեկուզ երկու գույնով, միգուցե ձեզ դուր գա և դուք ևս փորձեք այդպես։ Ավարտեցինք և ամրացնում ենք այստեղ իրար։ Եվս բարձրանում ենք 2, 3 օղակ և անում ենք վերջին ճիճը և այստեղ արդեն փակում եք և վերջ արդեն թելը կարող եք կտրել։ Հիմա հագցնեմ միասին տեսնենք ինչ է ստացվել։ Ստացել ենք սա։ Դե այսքանը, մինչ նոր հանդիպում։